Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 30-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք։ Այսօր ես կկենտրոնացնեմ իմ քննարկումը ընտրությունների հետ կապված թեմաների շուրջ։ Դուք գիտեք, հունիսի 7-ին պետք է անցնեն ընտրությունները, ուրեմն մնաց ուղիղ 9 օր մինչև ընտրությունների անցկացումը, ազգային ժողովի ընտրությունների մասին է խոսքը, եւ մնաց 7 օր ընտրարշավի փուլին, քարոզարշավին, քանի որ հունիսի 5-ին ավարտվում է քարոզարշավը օրենքի համաձայն։ 7 օր քարոզարշավի եւ 9 օր միջև ընտրության օրը։ Այս հիմա սկսվում է գլխավոր ֆինալային փուլը, այս մեծ process-ի, որը կոչվում է ազգային ժողովի ընտրություններ։ Ինչ ցույց տվեցին այս մեծ process-ները մեր ընտրությունների հետ կապված, նախ ցույց տվեցին, որ Հայաստանը կարևոր է աշխարհի համար։ Այն գաղափարախոսությունը, որը գալիս է Ռուսաստանից, որ «Ակուդա вы денетесь», ուր եք փախչելու գնալու, քանդվեց, մեր աչքերի առաջ քանդվում է։ Պարզվեց մենք լավ էլ պետք ենք աշխարհին, ուղղակի պետք է կարողանանք, սովորենք դա օգտագործել ի նպաստ մեր պետության, մեր զարգացմանը, մենք պետք ենք աշխարհին։ Միայն այն փաստը, ինչ մեծ ուշադրություն է դարձնում մեր ընտրություններին, Եվրոպան, Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները, միայն այն փաստը, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահան անձամբ արձագանքեց այս ընտրություններին ու ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանին, վարչապետին Հայաստանի, շատ ու շատ բանի մասին է խոսքը։ Միայն այն փաստը, որ Մարկո Ռուբիոն այցելեց Երևան մի քանի օր առաջ, այն փաստը, որ մայիսի 4-ին Հայաստանում անցկացվեց եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ որ մասնակցություն ունեցան 50 երկրների ղեկավարներ, ցույց է տալիս ինչքան մենք կարևոր ենք աշխարհի համար ու առաջերտին աշխարհի դեմոկրատական մասի համար։ Ու ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մի կողմից մեզ փորձում են աջակցել Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը անցկացնել թափանցիկ դեմոկրատական պաշտպանված ընտրությունները, իրանք օգնում են մեզ պաշտպանել մեր ընտրական համակարգը հիբրիդային պատերազմներից, ստերից, ֆեյքերից, ապատեղեկատվությունից։ Մյուս կողմից մենք տեսնում ենք Ռուսաստանի լրջագույն ջանքերը ապակայունացնել Հայաստանը։ Քայլեր ուղղված մեր դեմ, փակվում են շուկաները Ռուսաստանի, Հայաստանի ապրանքների առջև, քայլ առ քայլ ուժեղանում է սանկցիոն քաղաքականությունը, ստերը ամեն օր տարածվում են, իբր գազը մեզ ծախում են $177, մեկ ավելի կներեք 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը ակնհայտ սուտ է, այսօր դրա մասին անպայման ես ավելի մանրամասն կխոսամ, որ բացեմ փակագծերը ձեզ համար։ Շատ լուրջ քաղաքական դիվանագիտական ճնշում է գործադրում Ռուսաստանը այսօրվա Հայաստանի կառավարության վրա, նպատակը մեկն է ամեն ինչ անել, դժգոհություն առաջացնել հայ ժողովրդի մեջ, որ գնան քվեարկեն ի օգուտ պրո-ռուսական ռուսամետ ուժերի, դուք գիտեք, ռեալ պատկերը այսօրվա մեր քարոզարշավի ժամանակ նաև որ մի կողմից կա քաղ պայմանագիր գլխավորվող Նիկոլ Փաշինյանի կողմից եւ մյուս կողմից 3 ռուսամետ ուժեր, ուժեղ Հայաստան դաշինքը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Գլխավոր պայքարը դա է։ Ու Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ Հայաստանում ուժեղանա դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։
Գիտեք, շատ զարմանալի է, երբ որ մեծ երկրի ղեկավարությունը, ես նկատի ունեմ Ռուսաստանը, ամեն օր առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ դեմքերի մակարդակով անում են հայտարարություններ։ Երեկ էլ Պուտինը Ռուսաստանի նախագահան պրես-կոնֆերենցի ժամանակ մի ժամ տրամադրեց Հայաստանին։ Խոսած, այդ մտքերը մենք լսել ենք, որ յատեմեն մեզ համար շատ կարևոր է առենց, յատեմեն չեն կարող ապրել, գազը ցածր գնով եք տալիս, այ ընտրեք յատեմե թե Եվրոմիություն եւ այլ։ Եվրոպան ձեզ չի աջակցի, մենք մեզանից է կախված, մենք ձեզ շատ բաներ տալիս ենք, դուք անշնորհակալ եք։ Հետո Պուտինից հետո դա կրկնում են բոլոր իր թիմի անդամները ու այդպես շարունակ մենք ապրում ենք նվազագույնը վերջի կես տարին։ Նախկինում էլ մի լավ բան չենք լսել, բայց այս վերջի կես տարին այդ ամբողջը նվիրված է հունիսի 7-ի ընտրություններ։ Հայաստանում հայտնվում են ուժեր, մարդիկ, որոնք կրկնում են այս ռուսական ստերը նարատիվները։ Օրինակ ասում են, ինչը հայ ժողովուրդը պատրաստ է երկու անգամ ավելի բարձր գնով գազ առնել։ Ես պետք է զգուշացնեմ, մի քիչ ավելի ուշ ձեզ կապացուցեմ, որ այտենց էլ մենք այսօր երկու անգամ ավելի մեծ գին ենք տալիս ռուսական գազի համար, ոչ թե $177, երկու անգամ ավելի մեծ գին ենք տալիս, $400-ից ավել։ Ուրեմն անընդհատ ստեր համատեղ հայտարարություն արեցին 4 յատեմե երկրների նախագահները, ղեկավարները 3։ Դուք գիտեք, 3 անցավ յատեմեի գագաթնաժողով, 3 չարաչորը սկսվեց աշխատանք, 3 անցավ բուն գագաթնաժողով ու Ռուսաստանը կարողացավ ոչ ֆորմալ մասի այս գագաթնաժողովի օրակարգ մտցնել հարց կապված Հայաստանի կարգավիճակի հետ կապված։ Պարզ է, օրակարգ յատեմեի նիստի չեն կարող մտցնել, քանի որ այդ նիստի օրակարգը ձևավորվում է կոնսենսուսով, Հայաստանը պարզ է դեմ էր, բայց ոչ ֆորմալ նիստի ժամանակ այդ 4 ղեկավարների Պուտիններ, Լուկաշենկոն, պարոն Տոկաևը նախագահան Ղազախստանի եւ նախագահան Ղարղստանի։ Ոչ ֆորմալ մասում Պուտինը կարողացավ փաթաթել այս թեման Հայաստանի հետ կապված։ Ընդունվեց հայտարարություն։ Այդ հայտարարությունից ուզում եմ ձեզ հիմա ասել մի քանի խոսք, միջև անցնել այդ հայտարարությանը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ մեր աշխատանքը անչափ կարևոր է հայության համար, սփյուռք հայության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ու ձեր ակտիվ մասնակցությունը մեր աշխատանքներին ուժեղացնում է մեր YouTube ալիքը, ավելի ուժեղ տարածում է այս ինֆորմացիան։ Այդ ինչ որ ես ասում եմ, շատ ու շատ բաներ անչափ կարևոր են, օբյեկտիվ ստուգված վերստուգված։ Ուրեմն հայտարարության մասին, որը արվեց այս 4 յատեմե երկրներից մասնակցած այդ գագաթնաժողովին յատեմի ղեկավարները։ Հայաստանի ղեկավարը չկար, Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ընտրարշավով, ի պաշտոնե ու ինքը մերժեց չգնաց։ Ռուսաստանը մեծ ջանքեր գործադրեց ստիպելու համար, որ Նիկոլ Փաշինյանը գնա Մոսկվա, 3 մասնակցել, ուզում էին նրանք շատ, այդ սանկցիոն քաղաքականությունը, որ օրեց ամեն օր նոր ապրանքների առջև դռները փակվում էին Ռուսաստանի շուկայի, ինչի համար էր, նաև նրա համար, որ ստիպեն, որ Նիկոլ Փաշինյանը վազելով գնա։ Ավելին, Ռուսաստանը շատ էր սպասում, որ գոնե Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունենա Պուտինի հետ, երեք, երբ որ Պուտինը այս 4 ղեկավարներով
քննարկեց Հայաստանի հարցը՝ ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Ուշակովը Պուտինի օգնականը վառեց իրան։ Ինքը ասեց, ոչ մի հայտ չեկավ Երևանից, որ հեռախոսով Փաշինյանը ուզում է խոսալ Պուտինի հետ։ Ճիշտ արեցին մերոնք, լուրջ մերոնք պայեցին, Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ դժգոհ է Ռուսաստանի ակնհայտ պրիմիտիվ ճնշմանը այս ընտրարշավի ժամանակ, բայց հիմա բուն այս տեքստի հետ։ Պարզ է, որ մենք կարող ենք նեղանալ, ասել ինչի հավաքվեցիք, քննարկեցիք այդ հարցը, բայց մյուս կողմից գլխավորը, որ այդ հարցը օրակարգում չէր ԵԱՏՄ-ի, օրակարգից դուրս, ոչ ֆորմալ, ցանկացած երկրների, ցանկացած միջազգային կառույցների ղեկավարները կարող են ցանկացած թեմայով խոսել։ Ու ընդունվեց համատեղ հայտարարություն։ Այդ հայտարարության տեքստը երկար չի, գլխավոր երկու մտքեր էին, որ 4 ղեկավարներ Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղստանի եւ Ղազախստանի ասում են, որ այս Հայաստանի ձգտումը գնալ դեպի Եվրամիություն, այն որ Հայաստանը օրենքի տեսքով ընդունեց ձգտում է դեպի Եվրամիություն, այն որ նախագահան Հայաստանի ստորագրեց այդ օրենքը, որ Հայաստանը գնում է դեպի եվրոինտեգրացիան, դնում է հարցերը այդ պետությունների առջև։ Դες կարող են լինել իրենց համար վնասներ Հայաստանի դուրս գալու պատճառով ԵԱՏՄ-ից։ Ու իրանք ֆիքսեցին, որ այս տարվա դեկտեմբերին 2026 թվի այս տարվա դեկտեմբերին, երբ որ կլինի հերթական գագաթնաժողով ԵԱՏՄ-ի շրջանակներում, այս 4 ղեկավարները երկրների կքննարկեն այդ հարցը ավելի խորը, ինչ բացասական հետևանքներ իրենց համար կլինի, տնտեսական պարզահետևանքների մասին։ Ու երկրորդ, կողմերը, բոլոր 4 ղեկավարները կիսում են այն կարծիքը, որ Հայաստանում անպայման պետք է անցնի հանրակրվե, համազգային հանրակրվե։ Կոպիտ ասած, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում ընդունի, մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է Եվրամիություն։ Հիմա ես ուզում եմ մեկնաբանել այս որոշման այս կետերը։ Նու առաջինը, այո, իրավունք ունեն այդ երկրները, ղեկավարները ոչ ֆորմալ ֆորմատով քննարկել այդ հարցը։ Ընդունել հայտարարություն չընդունել, ստեղ նյուանսներ կան, կարող էին հայտարարություն չընդունել։ Ես դժգոհ եմ, որ համատեղ հայտարարություն ընդունվեց, բայց համոզված եմ, որ այդ հայտարարության մեջ ակնհայտ մեր դեմ քայլեր չկան, քանի որ պարոն Տոկաևը Ղազախստանի նախագահան թույլ չէր տա։ Չեմ ուզում ձեզանից թաքցնել, պարոն Տոկաևը ունի փայլուն հարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ, ակտիվ աշխատում է, պարզ է, Ղազախստանը հասկանում է, որ վաղը իր հերթը կգա, ու Ղազախստանի ղեկավարը պարզ է թույլ չտվեց, որ բացասական շատ ձևակերպումներ լինեն։ Բայց այնուամենայնիվ հայտարարություն արվեց, ու այն կետը, որ այս պետությունների ղեկավարները ասում են, որ դեկտեմբերին այս տարվա կքննարկեն այդ վնասները, որոնք կարող են լինել Հայաստանի դուրս գալու պատճառով, ես ստեղ մի նյուանս ուզում եմ ասել։ Մեր օրինակ առևտուրը Ղրղստանի հետ գրեթե 0 է։ Վերջի ժամանակներս մեր առևտուրը ակտիվացավ Ղազախստանի հետ, ուրեմն կարող են քննարկել հնարավոր փոփոխությունները այդ առևտրի բալանսում, բայց Ղրղստանի դեպքում 0։ Մենք չունենք առևտուր, ուրեմն որ վնասի համար Ղրղստանի դեպքում խոսքը գնում է։ Ուրեմն ստեղ էլ նյուանսներ կան, բայց գլխավորը, որ մեզ տալիս են խորհուրդ, առաջարկ, ինչքան կարելի է շուտ անցկացնել հանրակրվե, համազգային հանրակրվե, ուզում է մեր ժողովուրդը գնալ դեպի Եվրամիություն, թե չի ուզում, թե ուզում է մնալ ԵԱՏՄ։ Ստեղ առաջարկներ կարելի է անել, խորհուրդներ տալ կարելի է, բայց ես պետք է ասեմ, մեր սահմանադրության համաձայն լեգիտիմ ընտրված իշխանությունները, ու եթե վաղը վերընտրվի, օրինակ, Նիկոլ Փաշինյանը իր կուսակցության հետ նորից ժողովուրդը տալ, քվե կառուցել, կազմել նոր կառավարությունը առաջ գնալ, անհրաժեշտություն չկա հանրակրվե անցկացնել։ Մեր սահմանադրության համաձայն ամբողջ լիազորությունները ընտրություններից հետո նոր կառավարությանը տրվում են։
Հիշում եք Սերժ Սարգսյանը 2013 թվին անսպասելիորեն հրաժարվեց եվրոինտեգրացիայից ու գնաց դեպի ԵԱՏՄ։ Իրան մենք խստիվ քննադատում էինք։ Դրա հետևանքները հենց նաև որ այսօր մենք շատ լուրջ կորուստներ ունեցանք։ 2020 թվին, 2023 թվին այդ սխալի հետևանքներն են։ Բայց մենք չենք ասում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրությունը խախտելով դա արեց։ Գործող կառավարությունները Հայաստանի իրավունք ունեն այս ձևի որոշումներ ընդունել։ Սերժ Սարգսյանը արեց լրջագույն սխալ, բայց ֆորմալ տեսանկյունից ինքը չի խախտել սահմանադրությունը։ Ու ես հարց եմ տալիս նույն Պուտինին, նույն Լուկաշենկոին, որոնք այն ժամանակ էլ ղեկավարներ էին իրենց երկրների։ Այդ ինչու այն ժամանակ դուք չասեցիք Սերժ Սարգսյանին, այ դու ուզում ես ԵԱՏՄ, շատ լավ է, բայց անցկացրու հանրակրվե, որ մենք համոզված լինենք, որ հայ ժողովուրդը ուզում է գնալ դեպի ԵԱՏՄ։ Ինչի՞ չեք ասում։ Ինչի ասում եք դա Նիկոլ Փաշինյանի օրոք։ Բայց ուրիշ բան կա։ Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Այո, ինչ որ ժամանակ հետո, երբ որ մենք համապատասխանեցնենք մեր ապրանքները Եվրոմիության չափորոշիչներին, ստանդարտներին, դրանից հետո մենք կդիմենք հայ ժողովրդին։ Բայց դա կամավոր է արվում, գիտակցելով կարևորությունը այդ հարցի, բայց մեր սահմանադրության համաձայն գործող իշխանությունները Հայաստանի այդ պայն գործող իրավունք ունեն ոչ միայն հանրակրվե չանցկացնել ու գնալ դեպի եվրոինտեգրացիայի process։ Գիտեք, շարունակվում է process մեզ նսեմացնելու Լուկաշենկոյի կողմից։ Լուկաշենկոն ունեցավ հեռախոսազրույց նախագահ Մակրոնի հետ, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով նախագահ Մակրոնը խոսեց Լուկաշենկոյի հետ, ինչքան գիտեմ այդ նախաձեռնությունը հենց գալիս է Մակրոնի կողմից, դե իրանք ուզում են, որ պատերազմը ավարտվի Ուկրաինայում, ուզում են, որ Բելարուսը չմխրճվի այդ հարցերի ավելի ակտիվ, միգուցե դրա պատճառով, բայց Լուկաշենկոն պարզա նսեմացրեց իրան, այդ հեռախոսազրույցից հետո ասեց, որ ակսակալը այդ հին փորձ ունեցող քաղաքական գործիչի հետ եմ խոսացել ու այդպես նսեմացնող տեքստով ասեց, ակսակալ կպցրեց այդ խոսքը Մակրոնին, բայց բացի դրանից ինքը ասեց, որ ես ասեցի Մակրոնին, այդ ինչ սխոդկա եք դուք արել Երևանում։ Խոսքը գնում է մայիսի 4-ի գագաթած ժողովի, որը անցկացրեց եվրոպական քաղաքական համայնքը։ Երբ որ 50 պետությունների ղեկավարներ եկան Հայաստան, Եվրոպայի 50 երկրների ղեկավարներ, գումարած Կանադայի վարչապետ։ Պատկերացնում եք ինչ մեծ, ու ինքը ասում է դա սխոդկա է։ Հիմա այն մարդկանց, ով ռուսերեն չի հասկանում, պետք է ասեմ, որ սխոդկա նշանակում է այդ գողերի հանցագործների հավաք։ Այդպես է վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ Պուտինի, Լուկաշենկոյի մոտ։ Պուտինը երեք նորից երկար խոսեց այդ համատեղ հայտարարության ընդունելուց հետո։ Երկար խոսեց, ապացուցում էր, որ Հայաստանը ԵՏՄ-ում մեծ բաներ է ստանում, մեծ առավելություններ, կրկնեց նույն թեզերը, չեմ ուզում կրկնել, հոգնեցինք։ Ինչի եք կրկնում։ Ու իմ կարծիքով Պուտինը հիմա նմանվում է թղթե վագրի։ Երբ ինքը դարձավ թղթե վագր, սպառնում է, կոնկրետ քայլեր վախում է անել։ Ինքը դարձավ թղթե վագր, երբ որ Հայաստան եկավ Մարկո Ռուբիոն, ու երբ որ երեք չարաչորը Դոնալդ Տրամպը նախագահ Միացյալ Նահանգների ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանին ու ասեց Նիկոլ, ես ուզում եմ, որ դու վերընտրվես։ Ես կողքն եմ կանգնած։ Պարզե Պուտինը հասկանում է լրջությունը այդ խոսքերի, դա է պատճառը, որ ինքը հիմա մենակ բլա խոսում է։
Ես պետք է ասեմ նաև, որ մեկ սուտը բոլորը պաշտոնյաները բոլոր առանց բացառությամբ Ռուսաստանի կրկնում են ու այդ ստի մասին մի քանի խոսք ուղղակի ուզում եմ ասել այդ որ իբր հայերը մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրող Հայաստանում առնում ենք գազը ռուսական $177 դա սուտ է ժողովուրդ ուրեմն այդ գազը գալիս է մեր սահման Վրաստանով Ռուսաստանի գազը գալիս է Վրաստանով խողովակով Վրաստանով գալիս է սահմանում Գազպրոմ Արմենիա ընդունում է այդ գազը $177 բայց մեր վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա վաճառում է մոտավորապես $400 հեշտ է ստուգել մի հատ նայեք ինչ գումար եք դուք մուծում ամեն մի քառակոսի կներեք ամեն մի խորանարդ մետրի այդ չեկերում ձեզ մոտ կա եթե դուք նայեք ամեն մի խորանարդ մետրի գազի դուք ինչ փող եք մուծում դրա դիմաց բազմապատկում եք 1000 խորանարդի ու ստանում եք այն գինը որով դուք առնում եք 1000 խորանարդ մետր Ռուսաստանից ու այդ գինը մոտավորապես $400 է դուք կարող եք ասել որտեղ է հակասությունը նրանում է որ սահմանում Գազպրոմ Արմենիա վերցնում է $177 ու Ռուսաստանը ասում է տեսակ մենք տալիս ենք $177 բայց մեր վրա ծախում է 400-ով հիմա դուք կարող եք ասել դե Հայաստան Գազպրոմ Արմենիան է այս ձևի բանանում բայց Գազպրոմ Արմենիա հիմա 100%-ով ռուսականն է նախկինում էր որ այնտեղ իր մասնաբաժինը ուներ Հայաստանի կառավարությունը հիմա 100%-ով Ռուսաստանինն է ուրեմն Ռուսաստանը մեր վրա ծախում է $400 բայց խափում է ասում է $177 դրա մասին վաղուց է մենք չենք խոսացել գիտենք թե մեր հասարակությունը գիտի բայց քանի որ այս անդիմադիր 3 ուժերից մեկի ղեկավարը որը ակտիվ միտինգներ է անցկացնում չգիտեմ դատողություններ է անում քանի որ ինքը երեք դիմեց հայ ժողովրդին ու ասեց դուք ուզում եք 2 անգամ ավելի թանկ գնով գազը առնել պետք է ասեմ որ 2 անգամ ավելի թանկ գնով վաղուց է մենք առնում ենք մենք չենք առնում մենք քաղաքացիներս Հայաստանի $177 մենք առնում ենք 2 անգամ ավելի թանկ վաղուց է մենք այդ փողը մուծում ենք ուրեմն թող մեզ չվախացնեն որ շատ էժան մեզ տալիս են ու սադրանքներ ինֆորմացիոն սադրանքներ ուրեմն հապկից հայտարարեցին որ հա Հայաստանը սառեցրեց մասնակցությունը բայց Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ամեն շաբաթյա ռեժիմով աշխատում է հապկում սուտ է դա մեր պաշտոնյաները ոչ ոք առանց բացառությամբ չի շփվում հապկի հետ տեխնիկական փոխանցումը փաստաթղթերի լինում է ես համոզված եմ որ լինում է բայց դա սուտ է երբ որ ասում են որ այ հապկում ասում են որ չեն աշխատում բայց լիազոր ներկայացուցիչը Հայաստանի հապկում ինքը ինչ որ աշխատանք է իրենց հետ կատարում ուրեմն մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից եւ սանկցիաները մեր ապրանքների դեմ ուղղված եւ քաղաքական դիվանագիտական ճնշում եւ ստեր եւ ապատեղեկատվություն մանիպուլյացիաներ դա վտանգավոր է մեր պետության համար ու ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդ մենք բոլորս պարտավոր ենք լուրջ մտածել նոր քվեարկել ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ որ Ռուսաստանը վերադառնա մեր երկիր ակտիվ դիրքերով քանի որ Ռուսաստանի նպատակները ուղղված են մեր դեմ ուղղված ու այս զարգացումները ընտրարշավի հետ կապված ցույց են տալիս դա ակնհայտ ես ավարտեցի իմ ելույթը միջ նոր հանդիպումներ